Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, հարկ Աստծո, որ մենք այսօր նույնպես զարթնել ենք քնից, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իր ճշմարտությունները, թող Աստված մեզ օրհնի, իր Սուրբ Հոգին տա մեզ, որպեսզի մենք Սուրբ Հոգով ընկալենք եւ ոչ միայն ընկալենք, այլ նաեւ իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում մենք ուսումնասիրենք մեծ պայքար թեման եւ արդեն հասել ենք 5-րդ դասին, որը կոչվում է հավատ ընդդեմ բոլոր մարտահրավերների։ Եվ հիշելու համարն է, իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեն քո դեմ։ Գիտեք, այսօր, երբ որ մարդկանց հարցնես իրենց կյանքի նպատակի մասին, շատերը անորոշ պատասխաններ կտան։ Ամերիկացի հայտնի հոգեբան Ֆիլիպ Քուշման իր դատարկ եսը գրքում քննարկում է մարդկանց, որ ապրում են աննպատակ կյանքով։ Նրանց համոզմունքները մակերեսային են, նրանց համար իրական արժեքները պակաս կարևոր են, եւ նրանք ոչինչ չունեն, որի համար արժե մեռնել, ուստի նրանք չունեն մի բան, որի համար ապրում են։ Սակայն բողոքական բարենորոքիչները բոլորովին այլ տիպի մարդ էին։ Նրանք ունեին հստակ նպատակ եւ ամեն ինչ անում էին այդ նպատակին հասնելու համար։ Նրանք տղամարդիկ, կանայք ու երեխաներ էին եւ նրանք էապես տարբերվում էին այսօրվա սերնդից։ Այն, ինչին նրանք հավատում էին, կարևոր էր եւ նրանք չէին պատրաստվում զիջել իրենց սկզբունքները, իրենց համոզմունքները, զիջել դրանք նշանակում էր նրանց համար դավաճանել իրենց ինքնությանը։ Եվ դրա համար էլ նրանք նույնիսկ մահվան առաջ կանգնած խաղաղ էին, հոգեկան ներքին խաղաղություն ունեին։ Եվ այսօր մենք ուսումնասիրենք որոշ բարենորոքիչների օրինակի վրա, թե ինչ է նշանակում դա։ Կարդանք Սաղմոսներ 119, 103, 104։ Որքան քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի իմ բերանին։ Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Սաղմոս 119, 147։ Կանող գալիս եմ արշալույսին եւ աղաղակում եմ, ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Եվ նույն գլխի 162-րդ համարը, ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։ Ուրեմն Դավիթի համար Աստծո խոսքը քաղցր էր, Աստծո խոսքը իրեն իմաստուն էր անում, իր հույսը Աստծո խոսքի վրա էր եւ նա ցնծում էր Աստծո խոսքով։ Եվ այս նույն սկզբունքով շարժվում էին բարենորոքիչները։ Նրանց հավատի հիմքը եւ նրանց ուսմունքի էությունը Աստվածաշունչն էր։ Նրանք հասկանում էին, որ գործ ունեն ներշնչված Աստծո կենդանի ու մնայուն խոսքի հետ, ինչպես առաջին Պետրոս 1:23-ում է գրված, վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից, Աստծո կենդանի ու մնայուն խոսքով։ Այսինքն Աստծո խոսքը անապական է եւ կենդանի եւ հավիտենական է։ Նրանք գնահատում էին Աստծո խոսքի յուրաքանչյուր բառը եւ նրանց հավատը զորանում էր եւ քաջությունը ավելանում էր, երբ կարդում էին նրա աջերը եւ վստահում նրա խոստումներին։ Նրանց մասին այսպես է գրում Էլեն Ուայթը ապաքինման ծառայություն H122։ Այսինքն Աստծո խոստումների մասին։ Այդպիսին են Աստծո խոսքի բոլոր խոստումները։ Դրանց միջոցով նա մեզ հետ խոսում է անհատապես, այնպես ուղղակի կարծես մենք կարող ենք լսել նրա ձայնը։ Այս խոստումներով է, որ Քրիստոսը մեզ է հաղորդում իր շնորհն ու զորությունը։ Դրանք այդ ծառի տերևներն են, որ ազգերին բժշկելու համար էին։ Ինչպես գրված է Հայտնություն 22 գլխում, կարդանք այդ համարում, 22 գլխի 2-րդ համարում, կարդանք նաև առաջին համարը, որպեսզի հասկանանք,
Հրեշտակը ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը, փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծո ու գարանգահից, եւ նրա հրապարակի մեջտեղում գետի այս ու այն կողմերում կենաց ծառն էր, որ 12 պտուղ էր տալիս, ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար է։ Այսինքն, մինչև որ մենք կարողանանք օգտվել այս ծառից, մենք օգտվում ենք Աստծո խոսքից, որը անվանվում է կենդանի ջուր, եւ նաեւ բժշկող խոսք։ Ստանալով եւ յուրացնելով դրանք, այդ խոսքերը, այդ խոստումները պետք է դառնան բնավորության ուժը, կյանքի ներշնչման աղբյուրն ու այն պահպանող կերակուրը։ Ուրիշ ոչինչ չի կարող նման բուժիչ զորություն ունենալ։ Բացի դրանից ուրիշ որևէ բան չի կարող քաջություն ու հավատ հաղորդել, որը կենսական եռանդ է տալիս ողջ էությանը, եւ մարդը չի կարող ընդունել այս խոսքերը, մինչև ինքը իր կյանքում չփորձի եւ չիրագործի։ Գիտեք, որտեղ տխրություն է, այնտեղ Սուրբ խոսքը ուրախություն է տալիս, որտեղ որ անհուսություն է, հուսահատություն, այնտեղ հույս է տալիս, որտեղ որ խավար է, այնտեղ լույս է տալիս, եւ երբ որ շփոթված ենք, այն երգ է ցույց տալիս, եւ երբ որ տարակուսած ենք, մեզ վստահություն է տալիս, եւ զորություն է տալիս, երբ որ թույլ ենք, եւ իմաստություն, երբ որ անգետ ենք, ինչ որ բանի մեջ, բայց մենք պետք է նախ եւ առաջ հասկանանք, որ մենք թույլ ենք, անգետ ենք, եւ տարակուսած ենք, եւ անհույս ենք, եւ շփոթված ենք, որպեսզի թույլ տանք, որ Աստծո խոսքը մեզ համար դարման դառնա։ Աստծո խոսքի մասին խորհրդածելով եւ հավատալով վստահելով նրա խոստումներին, Աստծո կենարար զորությունը եռանդ է հաղորդում մեր ողջ ֆիզիկական, մտավոր, զգացմունքային եւ հոգեվոր էությանը։ Ուրեմն ոչ միայն հոգեվոր, այլ նաեւ ֆիզիկական, մտավոր եւ զգացմունքային էությանը։ Բարենորոքիչները, գիտեք, իրենք շատ մեծ հաղթանակ տարան, շատ մեծ դժվարությունների մեջ, իրանց սարսափելի ձևով հալածում էին եւ սպանում, բայց նրանք հաղթանակ տարան, ինչպես։ Նրանք ամբողջովին տարված էին Աստվածաշնչով, նրանք ապրում էին Աստծո խոսքով եւ նրանցից շատերը մահացան անուն այդ խոսքի, նրանք պատահական ինքնաբավ, անտարբեր, մակերեսային կյանքով ապրող քրիստոնյաներ չէին, ինչպես շատեր այսօր։ Նրանք գիտեին, որ առանց Աստծո խոսքի զորության չեն կարող դիմագրավել իրենց շրջապատող չարի ուժերին։ Ինչու՞, որովհետև Աստվածաշունչը մեզ ասում է, Հիսուսն էլ էր այդպես հաղթում չարի ուժերին։ Աստծո խոսքով նա ասում էր, գրված է։ Քրիստոնյայի հոգևոր զենքը Աստծո խոսքն է եւ միայն դրանով մենք կարող ենք հաղթել Աստծո հակառակորդին։ Ջոն Ուիկլիֆի մեծագույն երազանքն էր, որ ինքը Աստվածաշունչը անգլերեն լեզվով թարգմանի, որպեսզի շատ հասարակ անգլիացիներ կարողանան կարդալ եւ ճշմարիտ իմանան, ինչու, որտեղ քահանաները, կաթոլիկ եւ անգլիական եկեղեցու ծառայողները իրենք չեն թողում, որ մարդիկ մատչելի չէր Աստծո խոսքը հասարակ մարդկանց մասին եւ իրենք դրանք պահված էին պահում մարդկանցից, որպեսզի ինչ ուզենան ասեն նրանց, ոնց ուզենան ներկայացնեն Աստծուն, իրենց շահերի համար մարդկանց օգտագործել եւ երբ որ այս բարենորոքիչները ուզեցան այդ խոսքը, Աստծո խոսքը մաշելի դարձնել հասարակ մարդուն, նրանք հալածվեցին հենց այդ այսպես կոչված ծառայողներով, կաթոլիկ եկեղեցու եւ օֆիցիալ եկեղեցու ծառայողներով։ Նույնը պատահեց եւ Ուիկլիֆի հետ։ Այդ ժամանակ անօրինական էր Աստծո խոսքը տարածելը կամ թարգմանելը եւ անօրինական էր հենց եկեղեցու կողմից եւ Ուիկլիֆը, քանի որ արեց այդ գործը, թարգմանեց, նրան դատեցին իր հավատի համար եւ մահվան դատապարտեցին, որպես հեզվածող։ Դատավարության ժամանակ Ուիկլիֆը համարձակ հարցրեց.
իր դատավորներին։ Ինչ եք կարծում, ում դեմ եք դուք պայքարում։ Գերեզմանի շեմին կանած մի ծերունու։ Ոչ։ Դուք պայքարում եք ճշմարտության դեմ, որը ձեզից զորեղ է եւ հաղթելու է ձեզ։ Սա գրված է Ուայլիի գրքում հատոր 2 գլուխ 13-ում, որի մեջ բերումը կատարվել է Էլեն Ուայթի կողմից մեծ պայքարում էջ 90-ում։ Մահվան ընթരാճ Ուիկլիֆի խոսքերը կատարվեցին, երբ Աստծո ճշմարտության լույսը ցրեց միջնադարի խավարը։ Այսինքն այս մարդիկ այնքան պայքարեցին, այս բոլոր բարենորոգիչները ամեն մեկ իր երկրում, որ այդ խավարը ցրվեց։ Վերջի վերջո Աստվածաշունչը մատչելի դարավ մասսայական, այսինքն մասսայական մատչելի դարավ հասարակ մարդկանց։ Եվ Ուիկլիֆի խոսքերը կատարվեցին։ Ճշմարտությունը հաղթեց վերջի վերջո։ Կարդանք 2 Կորինթացիս 4:1-6 եւ նորից 2 Կորինթացիս 2:14 համարները։ Պողոս Առաքյալն է գրում. Դրա համար այս ծառայություն ունենալով Աստծո ողորմությամբ չենք տկարանում, մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում եւ Աստծո խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խճմտանքին Աստծո առաջ։ Իսկ եթե մեր ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյանների համար է քողարկված, որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի Աստվածը կուրացրեց։ Այսինքն այդ մարդիկ թույլ տվեցին, որ սատանան իրենց կուրացնի։ Իրենք չուզեցին հավատալ ճշմարտությանը։ Որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը, որ այն երևույթ Աստծո պատկերն է, որտեղ մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսի եւ մենք ձեր ծառաներն ենք Հիսուսի համար։ Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից, եւ նաեւ նույն 2 Կորինթացիս 2:14 համարը գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը եւ իր գիտության բույրը ամենտեղ տարածում մեզանով։ Ուրեմն Պողոս Առաքյալը բազմաթիվ դժվարություններ եւ փորձություններ կրեց, երբ տարածում էր ավետարանը։ Սակայն նա վստահ էր, որ Աստծո խոսքն է վերջո հաղթանակելու է, որտեղ 2 Կորինթացիս 13:8 համարն ասում է, որտեղ մենք անզոր ենք ճշմարտության դեմ, զորությունը միայն ճշմարտության համար ունենք։ Եվ իրականում բոլոր մարդիկն են անզոր ճշմարտության դեմ։ Եվ եթե նրանք չընդունեն ճշմարտությունը, ցավոք կկործանվեն, բայց եթե ընդունեն ճշմարտությունը, իրենց համար ուժ եւ զորություն կդառնա։ Ուրեմն բարենորոգիչները նույն նման փորձությունների միջով են անցնում, ինչ որ Պողոս Առաքյալը, եւ դիմակայում են դրան, ինչու որտեվ հավատարիմ էին մնում Աստծո խոսքին։ Առերևույթ ճնշող փորձությունների պայմաններում քաջության օրինակ է Ուիլյամ Թինդեյլը։ Թինդեյլը ապրել է Ուիկլիֆից 2 դար հետո, եւ նրա մեծ ցանկությունն էր, որ Անգլիային տա Աստվածաշնչի ճշգրիտ, ընթեռնելի թարգմանություն։ Նա նպատակ ուներ Աստվածաշունչը թարգմանել բնօրինակ լեզուներից եւ ուղղել մոտ 200 տարի առաջ Ուիկլիֆի թարգմանության որոշ սխալները։ Ի վերջո Թինդեյլը հաջողեց, դա արեց, բայց նրա համար իրեն ձերբակալեցին եւ դատապարտեցին։ Եվ բազմաթիվ եւ նրա թարգմանությունը, որ տպագրվել էր Որմսում Գերմանիայում, Անգլիայի Լոնդոնի եկեղեցու եպիսկոպոսը գնեց շատ օրինակներ այդ նոր կտակարանի եւ գիտեք ինչ արեց։ Աստծո այսպես կոչեցյալ ծառայողը վերցրեց հրապարակում ի ցույց բոլոր ժողովրդի վառեց Աստծո խոսքը։ Դա բաց ըմբոստություն է Աստծո դեմ, այսինքն ինքը համարով իրեն Աստծո ծառա, ինքը վառեց
Աստվածաշունչը բոլոր մարդկանց առաջ, կարծես թե սպառնալով նրանց, որ չհամարձակվեն կարդալ Աստծո խոսքը, բայց իհարկե դա չկանացրեց Աստծո խոսքի ընթացքը եւ նրա դատավարությունը Թինդեյլի դատավարությունը տեղի ունեցավ Բելգիայում մեր թվականության 1536 թվականին։ Նա դատապարտվեց հերձվածողության մեղադրանքով եւ նրա մարմինը այրվեց խարույկի վրա, բայց դրանից առաջ նրան խեղդամահ արեցին, հետո նոր այրեցին։ Նրա վերջին խոսքերը հնչեցին բարձր ու խրող ձայնով. «Տեր, բացիր Անգլիայի թագավորի աչքերը»։ Աստված հրաշքով պատասխանեց Թինդեյլի աղոթքին։ Նրա մահից հետո 4 տարվա ընթացքում հրատարակվեցին Աստվածաշնչի 4 անգլերեն թարգմանություններ։ 1611 թվականին տպագրվեց Աստվածաշնչի Ջեյմս թագավորի տարբերակը, հայտնի Քինգ Ջեյմս, որ կոչվում է։ Ուրեմն որը այս տարբերակը մեծապես հիմնված էր Թինդեյլի աշխատանքի վրա։ Եվ այդ աշխատությունը ստեղծած գիտնականները մեծապես օգտվել են Թինդեյլի ավելի վաղ անգլերեն թարգմանությունից։ Աղբյուրներից մեկը նշում է, որ 1611 թվականի Ջեյմս թագավորի Աստվածաշնչի 5 կտակարանը 76 եւ նոր կտակարանը 83%-ով Թինդեյլի թարգմանությունն է համարվում։ 2011 թվականին Աստվածաշնչի Ջեյմս թագավորի տարբերակը նշեց իր 400 ամյակը, հատելով 1 միլիարդ տպագրական օրինակի նշաձողը, եւ այն թարգմանվեց 2454 լեզուներով եւ միլիոնավոր մարդկանց կյանքեր փոխեց։ Ուիլյամ Թինդեյլի զոհաբերությունը անգնահատելի է այդ առումով։ Իզուր չէր Ուիլյամ Թինդեյլի զոհը։ Անկախ նրանից, թե որքան դժվար կամ բարդ էին թվում հանգամանքները, Թինդեյլն ու Աստվածաշնչին հավատացող իր գործընկերները, այսինքն մյուս բարենորոքիչները, վստահ էին, որ Աստված ամեն ինչ անում է իր կամքի համաձայն։ Թինդեյլի կյանքն ապագայում մեծ ազդեցություն ունեցավ։ Եվ Թինդեյլի նման մարդկանց մասին է, որ Աստվածաշնչում գրված է, կարդանք Դանիել 12:3 համարը եւ Հայտնության 14:13 համարը։ Եվ իմաստունները պիտի փայլեն երկինքի հաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները աստղերի պես հավիտյանս հավիտենից։ Ուրեմն Թինդեյլի ջանքերի շնորհիվ միլիոնավոր մարդիկ դարձի եկան։ Եվ ասում է, որ Թինդեյլի նման մարդիկ աստղի պես կշողան Աստծո արքայությունում։ Այսօր շատ երկրային աստղեր կան, որոնք մահկանացու մեղավոր մարդիկ են, եւ նրանց նման մահկանացու մեղավոր մարդիկ էլ պաշտում են նրանց, խոսում են նրանց մասին, նրանց կյանքով ապրում են, իրանց ամբողջ կյանքը լցված է այդ այսպես կոչեցյալ աստղերի մասին հետաքրքրվելով, բայց Աստծո խոսքը ասում է, որ կան ուրիշ աստղեր, որ հավերժ են փայլելու։ Եվ մեր ընտրության մեջ է ընտրել, որ աստղից լինել երկրային թե երկնային։ Եվ նաև Հայտնություն 14:13 համար ասում է. «Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. գրիր, երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում»։ Այո, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց։ Մի անգամ, երբ որ Լյութերը համալսարանի գրադարանում գրքերն էր նայում, հայտնաբերեց մի գիրք, Աստվածաշունչը, լատիներեն լեզվով, եւ դա նրա համար դարձավ շրջադարձային, ինչու որտեվ նա լատիներեն գիտեր եւ սկսեց ագահաբար կարդալ Աստվածաշունչը, եւ առաջին անգամ էր նա դա կարդում, եւ ինքը ուղղակի ապշեց այն կարդալով, որտեվ տեսավ, թե ինչ մեծ տարբերություն կա Աստծո խոսքի Աստծո խոսքի եւ այն ամեն ինչեւ, ինչ մատուցում էին քահանաները, այդ օֆիցիալ եկեղեցու ներկայացուցիչները։
Եվ նա մեծ հաճույքով գլուխ առ գլուխ համար առ համար կարդում էր եւ նա ապշում էր ուղղակի Աստծո խոսքի պարզությամբ եւ զորությամբ։ Նրա միտքը լուսավորվում էր, նա զգում էր Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ ավանդույթներով մթագնած ճշմարտությունները կարծես դուրս էին ցատկում Սուրբ Գրքի էջերից։ Նկարագրելով Աստվածաշնչի հետ կապված իր առաջին փորձառությունը, նա գրեց. «Երանի թե Աստված ինձ մի այսպիսի գիրք տար»։ Կարդանք Հովհաննես 14 գլխի 25-26 համարները։ Այս բաները ձեզ ասացի, մինչև ձեզ մոտ է։ Բայց Մխիթարիչը Սուրբ Հոգին, որ իմ Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Սա Հիսուսն է ասում իր աշակերտներին։ Եվ նույն Հովհաննես 16 գլխի 13-ից 15 համարները, սակայն երբ նա ճշմարտության հոգին գա ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի ինչ որ լսի, գալիք բաների մասին կպատմի ձեզ, նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։ Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է, դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից կվերցնի, կհայտնի ձեզ։ Եվ նաև կարդանք 2-րդ Պետրոս առաջին գլխի 20-21 համարները։ Նախ սա իմացեք, որ գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այսինքն մարդկային մեկնություն չունի, որովհետև մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց, Սուրբ մարդիկ արժանի եղան Աստծո կողմից խոսելու եւ միայն Սուրբ Հոգին կարող է բացատրել տալ այդ մեկնությունը։ Ուրեմն Սուրբ Հոգին գրել են մարդիկ ներշնչված Սուրբ Հոգով եւ միայն Սուրբ Հոգին կարող է բացատրել մարդկանց իր խոսքի էությունը, թե ինչ է նշանակում։ Մարդիկ ստիպված չեն իրենց մարդկային իմաստությամբ փորփրել իրանց մտքի մեջ եւ մոգոնել ինչ որ բաներ, որ բացատրեն Աստվածաշունչը։ Ինչու՞։ Որովհետև Աստվածաշունչը ինքը իրան մեկնաբանում է։ Ուրեմն Սուրբ Հոգին է, որ Աստվածային ճշմարտությունների Աստվածային մեկնաբանն է։ Ցավոք, իրենց քրիստոնյա համարող շատ մարդիկ այսօր նսեմացնում են Աստվածաշնչի գերբնական տարը եւ չափազանցում մարդկային տարը։ Ինչու է այդպես, որովհետև Սատանան ինչքան ջանաց, որ Աստվածաշունչը հեռու պահի մարդկանցից, չկարողացավ։ Եվ այսօր Աստվածաշունչը մաչելի է յուրաքանչյուր մարդու։ Եվ ինքը փոխեց իր ռազմավարությունը, տեսնելով, որ այլևս չի կարող մեզ այնց հետ պահել Աստվածաշունչը, նա անում է իր հաջորդ քայլը, զրկում է այն գերբնական բնույթից, դարձնում պարզապես լավ գրականություն կամ որ ավելի վատ է զանգվածներին կառավարելու եւ ճնշելու կրոնական գործիք։ Այո, շատ քաղաքական եւ կրոնական իշխանություններ օգտագործում են այն, սխալ մեկնաբանելով եւ սարքում են զանգվածներին կառավարելու եւ ճնշելու կրոնական գործիք, բայց այն այդպեսին չէ։ Բարենորոքիչները հստակ տեսան, որ Սուրբ Հոգին է Սուրբ Գրքի անսխալ մեկնաբանը, ոչ թե քահանաները, պրելատները, դրանք կաթոլիկ եւ անգլիական եկեղեցիների բարձրագույն հոգևորականներն են, ներառյալ պապերը։ Պահպանվել է շոտլանդացի բարենորոքիչ Ջոն Նոքսի եւ Շոտլանդիայի թագուհի Մարիայի միջև հետաքրքիր զրույցի մի գրառում եւ սա շատ արդիական է այսօրվա համար, որտեղ շատ մարդիկ են այսօր այդ նույն հարցը տալի, ինչ որ Շոտլանդիայի թագուհին։ Ուրեմն այս մեջբերումը Դեյվիդ Լեյնգ գրքից է, Դեյվիդ Լեյնգի գրքից է, կոչվում է Ջոն Նոքսի աշխատությունների ժողովածու, հատոր 2, էջ 271 եւ այն էջ 271 եւ 274 եւ այն մեջ է վերվել Էլեն Ուայթի կողմից մեծ պայքար գրքում էջ 251։ Ուրեմն կարդանք այն։ Թագուհի Շոտլանդիայի թագուհի Մարիան հարցնում է Նոքսից. Դուք Սուրբ Գիրքը մեկնաբանում եք մի ձևով, կաթոլիկ ուսուցիչները մեկ այլ։ Ում պետք է հավատամ եւ ով պետք է լինի դատավորը։ Այսօր շատ մարդիկ են ասում են Աստվածաշունչը մի հատ է, ինչի են այսքան քրիստոնեական հավատքներ։ Եվ Նոքսը շատ բավարար պատասխան տվեց։
որը այսօր վերաբերվում է նաև մեզ։ Դուք պետք է հավատաք Աստծուն, ով պարզորոշ խոսում է իր խոսքում, պատասխանեց բարենորիքիչը։ Իսկ այն ամենում, ինչ այդ խոսքը չի սովորեցնում, դուք չպետք է հավատաք ոչ մեկին, ոչ էլ մյուսին։ Ուրեմն, եթե թե բարենորիքիչները եւ թե քահանաները մի բան են ասում, որ չի համընկնում Աստծո հետ, ասում ոչ մեկին էլ մի հավատացեք։ Հավատացեք Աստծո խոսքին, ամեն ինչը չափեք Աստծո խոսքով։ Աստծո խոսքն ինքնին պարզ է։ Ու եթե ինչ-որ բան անհասկանալի է մի տեղում, Սուրբ Հոգին, ով ինքն իրեն երբեք չի հակասում, պարզաբանում է դա մյուս տեղերում, այնպես որ կասկած չի մնում, եթե միայն մարդը չհամառի իր տգիտության մեջ։ Ուրեմն պատասխանը ո՞րն է, որ մարդ այսքան մասերի է բաժանվել հավատքին, ինչու, որտեղ ամեն մարդ ուզում է իր ձևով մեկնաբանել Աստվածաշունչը, մարդկային ձևով։ Չեն հետևում հենց Աստվածաշնչի մեկնաբանությանը, այլ իրենց մեկնաբանություններն են անում մարդկային, որ չի համընկնում բոլորովին Աստվածաշնչի հետ, եւ դրա համար ճյուղավորվել է։ Ցավոք, կաթոլիկ եկեղեցու այդ ուսմունքը այսօր կիրառում են շատ բողոքական եկեղեցիներ, շատ ցավալի է։ Այժմ կարդանք Եփեսացիներ 2-րդ գլխի 8-9 համարները։ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, եւ սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Հռոմեացիս 3:23-24, որտեղ բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից, նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Հռոմեացիս 6:23, որտեղ մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ Հռոմեացիս 5-րդ գլուխ 8-10 համարները։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ, հապա որքան առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք, որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր որդու մահով, ապա որքան առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Ուրեմն Աստված փրկությունը տվել է որպես պարգև, եւ նրա Սուրբ Հոգին առաջնորդում է հավատով ընդունելու այն, ինչ Քրիստոսն այդքան ազատորեն իր մահով ապահովել է Գողգոթայի խաչի վրա։ Հիսուսը, Աստծո Որդին, առաջարկեց իր կատարյալ կյանքը մեր մեղքերը քավելու համար։ Աստվածային արդարությունը պահանջում է կատարյալ հնազանդություն։ Քրիստոսի կատարյալ կյանքը ծառայում է որպես իր անկատար կյանքի, մեր անկատար կյանքի փոխարինում։ Աստվածային օրենքը, որը մենք խախտել ենք, մեր դատապարտում է հավիտենական մահվան։ Աստվածաշունչը պարզացնում է մեր մեղսավոր ընտրությունների պատճառով մենք հեռացել ենք մեր կյանքի համար Աստծո իդեալից, մենք մեղք ենք գործել, մենք չենք կարող մեր ուժերով բավարարել Սուրբ Աստծո արդար եւ արդարացի պահանջները։ Արդյունքում մենք արժանի ենք հավիտենական մահվան։ Սակայն Պողոս առաքյալը վստահեցնում է, որտեղ մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հռոմեացիս 6:23։ Ուրեմն ինչ է ասում այստեղ, որ մեղքի հատուցումը մահն է։ Որոշ մարդիկ ասում են, որ մեղքի հատուցումը այն է, որ մարդիկ հավիտենապես պիտի վարվեն կրակների մեջ, որը նույնպես նշանակում է հավիտենական կյանք, բայց կրակների մեջ, բայց սա չի համապատասխանում Աստվածաշունչին, որտեղ Աստվածաշունչը ասում է մեղքի վարձքը մահն է։ Բայց հավիտենական կյանքը Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Դա շնորհ է, չարժանացած պարգև, եթե գործերով լիներ, մենք կվաստակենք այն, եւ եթե կա որևէ ճշմարտություն, որը փայլում է ավետարանից, դա այն է, որ մենք չենք կարող փրկությունը վաստակել։ Մարտին Լյութերն ու բողոքական բարենորիքիչները գտան, որ միայն ու միայն Քրիստոսն է իրենց փրկության միջոցը։ Այդ ժամանակ էր, որ Լյութերը սկսեց քարոզել Քրիստոսի փրկագնող շնորհի լուրը։ Բազմաթիվ մարդիկ հավաքում էին լսելու նրա սրտառուչ կյանքը վերափոխող քարոզները, նրա խոսքերի նման էին զովացուցիչ ջրի կյանքի անպտուղ անապատում, մարդիկ շղթաղված էին միջինադարյան
եկեղեցու ավանդույթներով եւ գերության մեջ էին պահվում դարավոր ծեսերով, որոնք հոգեվոր կյանք չէին ապահովում։ Լյութերի աստվածաշնչյան պատգամները դիպան սրտերին եւ կյանքեր փոխվեցին։ Նոր կտակարանը կարդալիս Լյութերը ուղղակի ապշում էր Աստծո բարության վրա, որտեղ տեսնում էր, որ Աստված ուզում է փրկել ողջ մարդկությունը։ Աստծո նպատակը դա է։ Եվ այն ժամանակվա եկեղեցու առաջնորդների կողմից ուսուցանված հանրաճանաչ տեսակետը փրկությունն էր, մասամբ որպես մարդկային եւ մասամբ որպես Աստծո աշխատանք։ Լյութերը հասկացավ, որ Քրիստոսի մահը խաչի վրա լիովին բավարար է ողջ մարդկության համար։ Ինչպես գրում է Էլեն Ուայթը դարերի փափակ գրքում Էջ 25-ում, Քրիստոսին վերաբերվեցին այնպես, ինչին մենք ենք արժանի, որպեսզի մեզ հետ վարվեն այնպես, ինչին նա է արժանի։ Նա դատապարտվեց մեր մեղքերի համար, որի մեջ բաժին չուներ, որպեսզի մենք արդարանանք նրա արդարությամբ, որից մենք բաժին չունեինք։ Նա կրեց մահը, որը մերն էր, որպեսզի կարողանանք ստանալ կյանքը, որը նրանն էր։ Ավելի գեղեցիկ հնարավոր չէ արտահայտել այս միտքը։ Ուրեմն ինչ էր կատարվում։ Կաթոլիկ եկեղեցին փոխեց օրենքը եւ հետո ուրիշ եկեղեցիներ ասում են, որ օրենքը պահել պետք չի, դա փարիսեցիություն է, բայց միևնույն ժամանակ ասում են, այս ծեսը պահեք, այն ծեսը պահեք, այն ծեսը պահեք, որպեսզի փրկվեք։ Իսկ դա ինչ է։ Այսինքն իրանք խաչ քաշեցին Աստծո ճշմարիտ օրենքի վրա եւ իրանց ծեսերը սովորացրեցին մարդկանց, կարծես թե այդ ծեսերով մարդիկ կարող էին սրբանալ կամ սրբվել։ Ինչ է նշանակում սրբանալ։ Նշանակում է, որ մարդը իզորու է դառնում հնազանդվել Աստծո օրենքին, իր կյանքում ապրել Աստծո օրենքով։ Բայց դա տեղի չի ունենում որևիցե ծեսերի միջոցով, այլ միայն Քրիստոսի արյան շնորհիվ։ Քրիստոսի արյունն է, որ մեզ մաքրում է։ Եվ երբ որ մեր կյանքում Աստծո պտուղներն են Երևան գալի, այսինքն մարդիկ տեսնում են, որ մենք որ Աստծո օրենքը չի խախտվում մարդկանց կողմից, որ մարդիկ շարժվում են Աստծո օրենքով, ինչ է դա նշանակում, որ նրանք զորություն են ստացել Հիսուսի արյան շնորհիվ շարժվել այդ օրենքով, եւ դա ապացուցում է, որ նրանք շնորհք են ստացել Աստծուց։ Թե չէ ամեն մարդ էլ կարող ասի ես փրկված եմ, բայց իրենց գործերն ինչպես Հակոբոսն է նշում, իրենց գործերն որ ցույց է տալի արդյոք նրանք փրկված են թե ոչ։ Գործերով չենք վաստակում ոչ մի փրկություն, բայց գործերը ցույց են տալիս, թե արդյոք մենք փրկված ենք թե ոչ։ Եվ նաև կարդանք Հռոմեացիներ 3:27-31 արդ որտեղ է պարծանքը ջնջվել է, որ օրենքով, գործերի, ոչ, այլ հավատի օրենքով, որտեղ կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում, անկախ օրենքի գործերից։ Միթե Աստված միայն հրեաներինն է եւ ոչ հեթանոսներինը, այո, հեթանոսներինն էլ է, որտեղ մեկ է Աստված, որ արդարացնում է հավատով թլպատվածներին, ինչպես նաեւ չթլպատվածների նույն հավատի միջոցով։ Արդ միթե օրենքը ջնջում ենք հավատի միջոցով, քավ լիցի, այլ հաստատում ենք օրենքը, որտեղ հավատը մեզ ուժ է տալիս, որ մենք կատարենք օրենքը, մենք հաստատում ենք օրենքը դրանով։ Եվ նույն Հռոմեացիս գրքի 6:15-18 համարներ։ Արդի չմեղ գործենք, որտեղ օրենքի տակ չենք, այլ շնորհի քավլիցի։ Դուք չգիտեք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք նրան հնազանդվելու ծառաներեք նրան, որին հնազանդվում եք, թե մեղքին, որ դեպի մահ է տանում, եւ թե հնազանդությանը դեպի արդարություն։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էինք, սակայն սրտով հնազանդվեցիք, ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։ Ուրեմն մեղքից ազատվելով ծառա դարձաք արդարությանը, եւ Հռոմեացիներ 8:1-2 համարներ։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որտեղ Հիսուս Քրիստոսով կենար հոգու օրենքը,
մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Հիմա շատերը վերցնում են այս վերջին բառերը եւ աղավաղում են, եղծում են եւ ասում են, որ այստեղ նշված մեղքի ու մահվան օրենքը դա Աստծո տասնաբանյա օրենքն է։ Պողոսին չի ասում։ Ինչպես է կոչվում, ասում է Աստծո սուրբ օրենք, այդպես է կոչվում օրենքը։ Եվ ասում է քավ լիցի, որ մենք օրենքը խախտենք, որ մենք օրենքը իջի կանենք։ Այստեղ ասում են մեղքի ու մահվան օրենք, դա Աստծո տասնաբանյա օրենքը չէ։ Մի ուրիշտեղ Պողոս առաքյալը ասում է ես ուզում եմ պահել օրենքը, ուզում եմ ապրել ըստ Աստծո օրենքի, բայց իմ մեջ գործում է մի ուրիշ օրենք, մեղքի օրենքը, մահվան օրենքը, եւ ես այն ինչ որ անում է, ուզում եմ անել, չեմ կարողանում անել, որտեվ մարդը մեղավոր մարդը հակում ունի մեղքի հանդեպ, այ հենց այդ օրենքի մասին է խոսքը գնում։ Մեղքի ու մահվան օրենքի, որին մենք ծախված ենք, այլ ոչ թե Աստծո սուրբ ճշմարիտ տասնաբանյա օրենքի մասին, պետք չէ եղծել Աստծո խոսքը։ Ուրեմն Լյութերի օրերում քրիստոնեական եկեղեցու միջով նոր քամի սկսեց փչել։ Տասնյակ հազարավոր մարդիկ սովորել էին իրենց հայացքը հեռացնել մեղավոր Եսից եւ փոխարենը նայել Հիսուսին։ Եթե մարդ նայում է իրեն, նա միայն կհուսահատվի, բայց երբ որ նայում ենք Հիսուսին, մենք ստանում ենք ուժ եւ զորություն Աստծո սուրբ կյանքով ապրելու։ Աստծո շնորհը փոխում է մեզ։ Մի օր Ջոն Ուեսլին մասնակցեց Մորավիայի հանդիպմանը Լոնդոնում, որտեղ ներկայացնում էին Մարտին Լյութերի մեկնաբանությունները Հռոմեացիս գրքի, եւ նա ուղղակի ապշեց։ Իր կյանքում առաջին անգամն ասեց հասկանալ ավետարանը։ Ինչ որ բան շարժվեց ներսում եւ նա տարօրինակ կերպով ձգվեց դեպի այն Քրիստոսը, ով իր կյանքը տվել է իր համար, նա բացականչեց. ես զգացի, որ փրկության համար վստահում եմ Քրիստոսին, միայն ու միայն Քրիստոսին։ Եվ ինձ երաշխիք տրվեց, որ նա վերցրել է իմ մեղքերը նույնիսկ իմը եւ փրկել է ինձ մեղքի ու մահվան օրենքից։ Ինչու Ուեսլին ուրախացավ։ Ինչու էր Մարտին Լյութերը ուրախանում։ Որովհետև իրանք բազմաթիվ միջոցներ էին դիմել, որ ազատվին իրենց մեղքերից, որ սրբվեին, արդարանային Աստծո առաջ։ Նույնիսկ Մարտին Լյութերը 120 աստիճաններն էր փորձել բարձրանալ։ Ինչ ասես այլեն, բայց Մարտին Լյութերը ասում էր ավաղ, ես նույն մեղավորն եմ մնում։ Եվ հետո, որ Մարտին Լյութերը բացահայտեց, որ Աստծո շնորհքով է փրկությունը, այլ ոչ թե ծեսերի, որ մենք սրբվում ենք Աստծո շնորհքով, Աստծո արյունով, Սուրբ Քրիստոսի արյունով, այլ ոչ թե ծեսերի, եւ դրա համար էին իրանք ուրախանում։ Առաջին Պետրոս 2-րդ գլխի 2-րդ համարը ասում է. նորածին մանուկների պես փափագեք բանական անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար։ Այսինքն փոքր երեխաների կաթ են ուտում, որպեսզի աճեն, քրիստոնյայի կաթը, անխարդախ կաթը, դա Աստծո խոսքն է։ Եվ նաև 2 Պետրոս 3:18 Աճեք մեր Տեր ու Քրիստոս Հիսուս Քրիստոսի շնորհով գիտությամբ, նրան փառք այժմ եւ մինչեւ հավիտենական օրը ամեն։ Այսինքն, եթե ուզում եք գաճաշ չմնալ հոգեվորապես, այլ աճել, պետք է Աստծո խոսքը ուսումնասիրել, ոչ թե վստահել մարդու խոսքերին։ Կապ չունի այդ մարդը ով է։ Եվ նաև կարդան Կողոսացիներ 1:1 համարը, որպեսզի դուք ընթանաք ինչպես արժանի է Տիրոջի ամեն բանում, նրան հաճելի լինելով ամեն բարի գործով պտղաբեր լինեք եւ Աստծո գիտությամբ աճեք։ Եվ նաև Եփեսացիներ 4:18-24 համարը, նրանք խավար մտքով են եւ Աստծո կյանքից օտարացած այն տգիտության պատճառով նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով, որ անզգայացած ագահորեն իրենց անձն անարակության մատնեցին, պղծության բոլոր գործերի մեջ։ Բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չսուսանվեցիք, որտեղ դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է։ Հանեք ձեր վրայից հին ընթացքը ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք։ Ու նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է։
Ուրեմն բարենորեկիչները նպատակաուղղված էին ուսումնասիրում Աստծո խոսքը ավելի շատ ճշմարտություն բացահայտելու համար, այլ ոչ թե իրենց քմահաճույքներին հետևելու համար։ Չբավարարվելով իրենց իմացածով կամ կայուն կրոնական փորձառությամբ, քիչ կամ առանց որևէ աճի, նրանք անընդհատ ձգտում էին ավելի լավ ճանաչել Քրիստոսին։ Աստվածաշնչին հավատացող միջնադարի շատ քրիստոնյաներ չափազանց թանկին վճարեցին իրենց հանձնարարության համար, նրանք բանտարկվեցին, աքսորվեցին, խոշտանգումների ենթարկվեցին և մահապատժի դատապարտվեցին, նրանց ունեցվածքը բռնագրավվեց, տները այրվեցին, հողերը հափշտակվեցին, իսկ ընտանիքները հալածվեցին։ Երբ նրանք վտարվում էին, իրենց տներից փնտրում էին մի քաղաք, որի ճարտարապետը ու արարիչը Աստված է։ Ինչպես գրված է Եբրայեցիների 11:10 համարում։ Երբ նրանց խոշտանգում էին, նրանք օրհնում էին իրենց տանջողներին, եւ երբ նրանք չարչարում էին մութ խոնավ զնդաններում, նրանք պահանջում էին Աստծո խոստումներին ավելի պայծառ վաղվա, ոչ թե պահանջում էին, այլ հավակնում էին Աստծո խոստումներին ավելի պայծառ վաղվա օրվա մասին։ Թեև ֆիզիկապես բանտարկված էին, նրանք ազատ էին, ազատ Քրիստոսով, ազատ նրա խոսքի ճշմարտություններում, ազատ նրա մոտալուտ վերադարձի հույսով։ Շատ մարդիկ այսօր կարծես թե ազատ են ապրում, բանտում չեն, բայց նրանք բանտարկված են իրանց մեղքի մեջ, իրանց վախերի մեջ, իրանց անհանգստությունների մեջ, որտեղ չեն ուզում իրենց սիրտը նվիրել, Քրիստոսին չեն ուզում ճանաչել ճշմարտությունը։ Վերջում կարդանք երկու դրվագ մեծ պայքար գրքից, մեկը 208 պեջից, մյուսը 209։ Աստծո հավատարիմ ծառաները միայնակ չէին չարչարվում, մինչ իշխանությունների, պետություններն ու երկնքի տակ գտնվող չար ոգիները համախմբված էին նրանց դեմ, Աստված չլքեց իր ժողովրդին։ Եթե միայն նրանց աչքերը բացվեին, նրանք կտեսնեին աստվածային ներկայության և օգնության նույն վկայությունը, որը Եղիսեին տրվեց, երբ որ իր ծառան վախեցած էր, Եղիսեն խնդրեց Աստծուց, որ ասեց ով Տեր, բացիր նրա աչքերը, որ տեսնի, եւ երբ որ Աստված բացեց այդ ծառայի աչքերը, նա տեսավ, որ հասարը լիքն էր, հրեղեն ձիերով ու կառքերով երկնային զորքը դիրքավորվել էր պաշտպանելու Աստծո ծառային, այսպես էլ հրեշտակները պահպանեցին բարենորոգման գործիչներին։ Եվ երկրորդ դրվագը, երբ զորեղ թշնամիները վիրավորվում էին տապալելու բարենորոգված հավատը եւ թվում էր, թե նրա դեմ հազարավոր սրեր են մերկացվում, Լյութերը գրեց. Սատանան իր ցասումն է գործադրում, անաստված պապերը դավեր են նյութում։ Անաստված պապերը դավեր են նյութում։ Մինչ այսօր եւ մեզ սպառնում պատերազմով։ Հորդորեք ժողովրդին հավատով ու աղոթքով անկախորեն պայքարեն Տիրոջ գահի առաջ, որպեսզի մեր թշնամիները Աստծո հոգուց հաղթված ստիպված լինեն խաղաղության դաշին կնքել։ Մեր գլխավոր կարիքը, մեր գլխավոր գործը աղոթքն է։ Թող ժողովուրդը իմանա, որ իրեն սպառնում է սրի ու սատանայի կատաղության վտանգը եւ թող աղոթք անեն։ Մեջ բերված է Դեոբինյեի գրքից Ատորտազ գլուխ 14։ Հավատով արդարացման վերաբերյալ մեծ ճշմարտությունը, որ Լյութերը նորովի բացահայտեց, ավետարանի հենքն է, ճշմարտություն, որի վրա հենվում է մեր փրկության հույսը։ Նրա օրհներքը, հզոր ամրոցը արտահայտում է ավետարանի զորությունը։ Եթե մենք ապավինեինք մեր ուժերին, մեր ջանքերը ապարդյուն կլինեին։ Եթե մեր կողքին հավատարիմ մարդ չունենայինք, մեծատառ է մարդ, այսքան Հիսուսը, մարդ ընտրված հենց Աստծո կողմից, դուք հարցնում եք, ով կարող է լինել նա, Քրիստոս Հիսուսը, այդ նա է, Տեր Սավաոֆ թե նրա անունը, դարեդար նույնը, եւ նա պետք է հաղթի ճակատամարտը։ Ուշ թե վաղ Քրիստոսը հաղթելու է ճակատամարտը, եւ նա այսօր հաղթում է տարբեր իր հետևորդների միջոցով։ Ընտրությունը մերն է, արդյոք մենք ուզում ենք պատվասների մեջ լինենք, թե հաղթողների մեջ։ Թող Աստված մեզ օրհնի այս շաբաթվա գալիք օրերին, որ մենք մտապահ ենք, ինչ որ սովորեցինք, եւ անկեղծ սրտով բացենք մեր Աստվածաշնչերը եւ ուսումնասիրենք
եւ հասկանանք ճշմարտությունը, ոչ միայն հասկանանք, այլ ընդունենք մեր սրտում։ Թող Աստված մեզ օրհնի։ Աստծո ողորմությունով մինչև մյուս շաբաթ։